Նենց ուրախ եմ, որ այսօրվա օրը սպասվածից նման անցավ։ Հա, ոչ մի բան բաց չես թողել։ Դե չէ, կուզեի, որ մի քիչ էլ քայլեինք, բայց չեմ ուզում առիթից օգտվեմ, էլի։ Այդքան ժամանակն էլ, որ ինձ տրամադրեցիր, արդեն շնորհակալ եմ։ Դե լավ է, որ այդքանը հասկանում ես։ Ոնց որ շատ սպասված նամակ հա ստացար։ Չէ, ուղղակի ծանոթներից մեկն էր։ Իմ համար ամենասպասված նամակը էդի քո կողմից կարող է լինել։ Լավ, արդեն ինձ թվում է պետքա դուրս գալ։ Հա, բայց մի պայմանով։ Արդեն հետս պայմաններով ես խոսում։ Չէ, ինձ սխալ չհասկանաս։ Ուղղակի ուզում եմ սենց պահերը ավելի շատ կրկնվեն։ Ինձ թվում է ես ինձ սխալ չեմ պահել, վատ բաներ չեմ ասել, ամեն ես վստահելի եմ, չէ՞ արդեն։ Չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Կարող է ուղղակի քեզ տենց ես ցույց տալիս։ Հետո մի մոռացի, որ մենք ուղղակի ժամանակ ենք անցկացրել ու ինչ-որ բան կերել, ավել ոչ մի բան։ Նենց որ ես խոստումներ չեմ կարա քեզ տամ։ Ուրա Մագդան։ Հույտ եմ խոսում։ Ուրա Մագդան։ Ասել եմ, չնեղվում եմ, որ փողը շպրտում ես։ Անցած անգամ ինչ ասեցի, ասի փողը չշպրտես, չէ։ Ասեցի հանգիստ, նորմալ կբերես կտաս։ Ասեցի, թե չասեցի։ Գոհեղի, որ այսքանին էլ արժանացել ես։ Մինչև փողը չդնես սեղանի, Մագդայի տեղը չես իմանալու։ Արագացրու, Լանա։ Լանա, խնդրում եմ արագացրու։ Փողը նորմալ հավաքի դիր սեղանին։ Արագ։ Ապրես։ Դու ոնց որ պահի լրջությունը չես հասկանում, թե ես ինչերի եմ ընդունակ։ Նենց մի արա, որ ես քո կյանքը դժոխք սարքեմ։ Ինչի դու իմ կյանքը նոր պիտի դժոխք սարքես։ Մեր հանդիպման առաջին օրվանից իմ կյանքը դժոխք է։ Բայց լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Ես ոչ մի բանից չեմ վախենում։ Ես քեզանից չեմ վախենում։ Ես կորցնելու ոչ մի բան չունեմ։ Ինչ ուզում ես կարաս իմ հետ անես։ Այ բայց եթե Մագդային կպնես, եթե Մագդայի գլխից մաս պակասեց, չէ՞, ես քեզ կսատկացնեմ, երդվում եմ կսատկացնեմ քեզ։ Արի կլինի գլխիցդ մեծ բաներ չխոսաս, հա? Եթե դու քեզ նորմալ պահես, Մագդային ոչ մի բաներ չի լինելու, հավատա, լուրջ եմ ասում։ Լան աղջիկ, դու որ կարողանում ես սենց արագ, միանգամից, փողը ճարես բերես, ինչ ես այսքան ժամանակ կորցնում, միանգամից այդ տնից փողը գտի, բեր, տուր, վերջացնենք այս ամեն ինչը, դու էլ կազատվես այս տնից դուրս կգաս։ Լսի, դու բնության թյուրիմացություն ես, գիտես։ Ես գիտես ինչի վրա եմ զարմանում։ Աստված քեզ ոնց չի պատժում։ Լավ, դու ոնց պատասխան չես տալիս քո ապրածի համար։ Քո ապրելն ում է պետք։ Գիտես, որ քո մահը ոչ մեկը չի սգալու։ Գիտես, որ քո վրա լացող չի լինելու։ Դու անիմաստ ես ապրում, հասկանում ես։ Դու ոչ մեկի պետք չես։ Դու ոնց սենց խղճուկ ապրել ես, տենց էլ սատկելու ես գնաս, գիտես։ Խնդրում եմ արի կլինի Աստծու գործերի մեջ չխառնվես։ Լսի, ուրա Մագդան։ Ուզածդ էսել բերել տվել եմ, ուրա Մագդան։
Չէ, այս անգամ լավ է։ Լավ է։ Բայց ես իմ ուզածի կեսն էլ չի։ Ես մինչև վերջին կոպեկս քեզնից չստանա, դու չես հանգստանալու, լանա։ Եթե դու հենց հիմա չասես ուրա Մագդան, ես քեզ կսատկացնեմ։ Երդվում եմ կսատկացնեմ։ Կներես։ Լավ ես։ Հա, արդեն լավ եմ, ինձ թվում է տաքությունս իջել է։ Դու ինձ շատ լավ խնամեցիր ապրես։ Կարևորը որ լավ անես։ Աս։ Բայց ինձ մի բան խոստացի։ Որ եթե ինձ նորից կանչեն, պահեն, դատեն, դու էլ sense բան չես անելու։ Նորո կարաս լավ բաներից խոսաս, ինչ դատել։ Չէ, ես ուղղակի օրինակ եմ բերում։ Ես իրոք ինձ վատ եմ զգում։ Խոստացի, որ էլ sense բան չես անելու։ Լավ, խոստանում եմ, բայց դու էլ խոստացի, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Դե, հա, ես չեմ նստելու չարած բանի համար։ Չկա տես բան։ Այս իմ նորոնն է։ Ես միշտ քո վճռականության ու հաստատակամության վրա զարմացել եմ։ Գիտես, այդ հատկանիշը շատ քիչ տղաների մեջ կա հիմա։ Չափազանցնում ես։ Չէ, չեմ չափազանցնում նորո։ Հիմա աղջիկների համար կրկնակի բարդ է դարձել ընտրություն կատարելը։ Ու գիտես ինչի։ Որովհետև հիմա տղաների 90%-ի մեջ չկան այդ հատկանիշները։ Իսկ դու ուրիշ ես։ Քո հետ ինչ աղջիկ էլ լինի, իրան չգնահատված ու վատ չի զգա։ Աս։ Նորո, ես քեզ որպես ընկեր եմ բնութագրում։ Ինչի ես լարվում։ Չէ, ես չեմ լարվում։ Ուղղակի շատ իդեալական կարծիք ունես իմ մասին։ Իսկ եթե դու հենց իդեալական ես, Դու ոնց որ հիշողությունից լավ չես, հա? Մոռացել ես անցած անգամ ինչ եմ ասել քեզ։ Մոռացել ես։ Հարցիս պատասխանի, թե չէ։ Թե չէ ինչ։ Խփի։ Խփի, ում ես սպասում։ Հելո գնազան դիմացը նստած եմ։ Խփի։ Խփի։ Զզվում եմ քեզանից։ Գիտես, ես երազում եմ։ Ես երազում եմ դու երբ ես սատկելու, որ ես ապրեմ։ Քո ձեռքում է։ Երբ իմ ուզածի պես թալանես այդ արշակին, այդ ժամանակ հանգիստ կապրես։ Լսի, դու չես հասկանում, որ Մագդայով ինձ սպառնալով ամեն ինչից հեռու ես պահում։ Գլուխդ չի մտնում։ Որովհետև ես քեզ չեմ վստահում։ Ինձ թվում է անընդհատ մեջքից հետևում ինչ-որ բաներ ես անում։ Անընդհատ ինչ-որ Չեմ զարմանա, եթե իմանամ, որ արշակի մոտ ինձ մատնել ես։ Հա, չեմ զարմանա, բայց դա խնդիր չի։ Հավատա խնդիր չի, որովհետև ես անընդհատ քեզ հետևելու եմ։ Հիմա ստացել ես, չէ՞ ուզածդ։ Էս քեզ կհերիքի, չէ՞, միչև ես իմ անելիքը հասկանամ։ Ուրա Մագդան։ Վախացրել ես։ Չէ։ Հանգստացու։ Մինչև տուն հասնես ինքն էլ կհասնի։ Հավատա։ Բայց
Բայց մի բան հիշի։ Եթե իմ ուզածը չանես, խոստանում եմ։ Մագդային հանգիստ չեմ թողնելու։ Դու գիտես, որ ես այս փողի համար եմ կործանվում։ Այս փողի համար եմ ամեն ինչ անում։ Եթե հանկարծ ես կործանվեցի, Մագդային էլ հետս տանելու։ Լսի, ինչի հենց Մագդան։ Ինչի Մագդան, ինձ հետդ տար։ Ինչ ես ուզում Մագդայից։ Որովհետև այդ անունն է քո թուլությունը, որովհետև այդ անունն է քո թուլությունը։ Մագդա։ Ես քեզ սպանելով, արշակի մոտ քեզ մատնելով չեմ կարող վախացնեմ, բայց այդ աղջկա անունով քեզ կարամ լավ վախացնեմ, կարամ իմ ուզածին հասնեմ, հասկանում ես, կարամ իմ ուզածին հասնեմ։ Հիմա քեզ ճիշտ ես պահում, որ քո ասած այդ անմեղ երեխուն բան չլինի։ Արդեն մի անգամ մեղավոր ես իրա մոտ, երկրորդ անգամը չլինի։ Ես օր ու գիշեր աղոթելու եմ, լսում ես։ Օր ու գիշեր աղոթելու եմ, որ դու սատկես։ Հնարավորինս դաժան, որ ես փողերը, որ հավաքում ես, տակդ ես դնում ես, փողերով էլ քեզ թաղեն։ Արիր արդ աղոթենք, արի սկսի, շուտոր աղոթենք։ Մագդային չկպնես։ Կկապնեմ, կմոտենամ, այս կապը այնքան կպահեմ, մինչև իմ ուզածին հասնեմ։ Ուղղակի չգիտեմ ինչքան է տևելու այդ կապը, գիտես ինչքան է գնալու այդ ճանապարհը։ Գիտես, ես ճիշտ եմ, մեծ եմ, բայց Մագդան էլ չափահաս է։ Անասուն։ Առաջ այսքան ամաչկոտ չէիր, հիմա ամեն ասածիցս քաշվում ես, նորություն է։ Ամաչկոտ։ Ավելի աս։ Չէ, ուղղակի ես չեմ սիրում, որ ինձ գովում են այդքան բան։ Բայց առաջ սիրում էիր, որ ես քեզ գովում էի։ Հայդ, Հասել եմ, ի՞նչն ես։ եկա։ Հաջան այդոն հասել է, ես գինեմ, բայց եթե ինչ-որ բան պետք լինի, կզանգես։ Լավ, ապրես շատ, որ կողքիս եղար։ Ասեմ, չեմ մոռացել։ Հիմա քո սուշին կպատվիրեմ, կբերեն, ու կուտես լավ։ Լավ նայեք ես։ Մագդա, Հա Լանան։ լավ ես, ամեն ինչ լավ է։ Հա ինչի ես սենց վախեցած, ինչ պետք է լիներ։ Մագդա, ինչի ես ինձ խաբում, կասես։ Այսինքն Դու տնից դուրս գալուց առաջ ինձ ասեցիր, որ գնում ես ծանոթիդ հետ հանդիպման, բայց պարզվեց, որ դու լրիվ ուրիշ մարդու հետ ես հանդիպել։ կասես դու որտեղից գիտես։ Կամ ինչի այդ թեման քեզ հետաքրքրում։ Լանա, ես հասուն մարդ եմ ու տնից դուրս գալուց առաջ ոչ մեկից թույլտվություն չեմ հարցնում։ Ես անգամ արշակին տեղյակ չեմ պահում, քեզ որպես ինչ պետք է ասեմ։ Մագդա, ինձ ընդհանրեն ասա, ինչի ես այդ մարդու հետ հանդիպում։ Ինչ է կատարվում։ Ոնց ես իմացել, որտեղից ես տեսել։ Ես Կարենին կենտրոնում եմ տեսել, իսկ դու այդ ժամանակ Արևի հետ էիր ու հաստատ ինձ չես հետևել։ Կասես ոնց ես իմացել։ Մագդա, կարևոր չի ոնց եմ իմացել։ Կարևորն էնա, որ գիտեմ։ Չէ, Լանա, դու ինձ պետքա բացատրություն տաս։ Քեզ ասել էի, որ գնում եմ ծանոթներիցս մեկին տեսնեմ։ Ու այդ ծանոթս հենց Կարենն էր։ Նենց որ ինձ ասա որտեղից գիտես։ Տեսել եմ, Մագդա։ Ինչ։ Այդ որտեղից ես տեսել։ Ինչքան գիտեմ, մեր տան պատուհաններից դեռ կենտրոնը չի երևում։ Մագդա, այդ մարդը ինձ դուր չի գալիս։ Ու ընդհանրապես, դու աղջիկ ես, ոնց կարող էիր քեզ թույլ տալ էր կորված ծանոթի հետ գնալ հանդիպման։ Բա որ ինչ-որ բան լիներ, ինչ-որ վատ բան լիներ, դու մտածում ես։ Լանա, մի հատ հանգստացի։ Դու ոչ իմ մայրն ես, ոչ քույրը, ոչ էլ իմ բարեկամը։ Դու ընդամենը մեր տան աշխատողն ես։
ու իրավունք չունես իմ կյանքին միջամտելու այս ձևով։ Նենց որ ես բացատրության եմ սպասում։ Հիմա արդեն լավ է, ինչ էլա ջերմությունը։ Նենց էի վախեցի դու։ Երում էր ջերմության մեջ չես պատկերացնի։ Այդ աղջիկը լրիվ գժվել է։ Ինչի է գնացել կանգնել բաժնի դիմաց։ Դե ասում ա որ մեղավոր ես զգացել։ Հա, բայց ինչի համար։ Դե մտածում ա որ իր պատասխաններից ելնելով սկսել են կասկածել որ իրար հետ չեն եղել։ Բայց ես իրան ասել եմ որ էր տես բան չանի։ Դու էլ մտածում ես ինքը քեզ լսելու է, հա։ Հասուն քեզ խելագարի նման սիրում է նորո։ Իր համար ամեն ինչ մեկ է, մենակ թե մի բան անի, որ քո աչքին բարձրանա։ Ասմիկը շատ բան է արել իմ համար։ Ու անում է։ Մենակ են որ իրան վտանգի տակ է դրել հանունից այդ արդեն շատ բան է ասում։ Դու հասկանում ես եթե ամեն ինչ բացահայտվի։ Ասմիկին էլ է պատիժացնում, բայց ինքը ոչ մի բանի մասին չի մտածում։ Բայց ամենակարևորը այն է որ մեր մեջ արդեն ընկերական շփում է։ Իսկ ես չեմ հավատում նորո։ Չեմ հավատում։ Որովհետև մարդը, եթե ինչ-որ մեկին սիրում է, չի կարա իր համար ուղղակի ընկեր լինի։ Ու ինչքան էլ փորձի զգացմունքները թաքցնել, նորո մեկը չի ստացվելու։ Ես ոնց տեսնում եմ ձեր շփումը շատ հեռուն է գնալու նորո։ Դուք կամ հաշտվելու եք, կամ էլ նեսի։ Դու ինչ ես խոսում, ինչ հաշտվելու մասին է խոսքը։ Նորո, Հասուն իր ուզածին հասնելու համար ամեն ինչ անում է, ամեն ինչ։ Դու այդ չես տեսնում, բայց ես հո տեսնում եմ։ Իհարկե ես չեմ որոշում ստեղ ոչ մի բան, իմ գործը չի։ Ուղղակի քեզ ասում եմ, որ իմանաս ու զգույշ լինես։ Դու իր այդ շփում ես մտածելով, որ ամեն ինչ շատ ընկերական է, բայց ինքը քո հանդեպ ավելի է տաքանում։ Հասկանում ես։ Մագդա, երբ որ դու իրան առաջին անգամ տեսար, ասացիր, որ շատ տարօրինակ մարդ է։ Ուզում եմ հասկանամ, դու վստահում ես տարօրինակ մարդկանց։ Չես մտածում, որ կարա վտանգավոր լինի։ Չես մտածում, որ ինքը կարա քեզ վնաս տա։ Լանա հերիքա։ Հերիքա բոլորդ ինձ ասեք, որ ես մարդկանց չեմ ճանաչում, որ չգիտեմ ինչ անեմ, ուղղակի հերիքա։ Մագդա, ես ուզում եմ, որ դու այդ մարդուց հեռու մնաս, հասկացար։ Ոնց հասկանում եմ, դու արդեն շատ ես օգտվել իմ բարությունից ու մտերմությունից, բայց կլինի չխառնես դերերն ու տեղերը։ Մագդա, ես այս ամեն ինչը քո համար եմ անում, Որովհետև ինչ։ Դու ինչ գիտես Կարենը ով է, որ սենց վստահ խոսում ես։ Նախ ես չեմ հասկանում դու որտեղից ես մեր հանդիպման մասին իմացել, որովհետև չեմ հավատում, որ տեսել ես։ Դու այդ ժամանակ տանն էիր ու չէիր կարա տեսնեիր։ Ես չեմ կարողանում այս ամենը արդեն հանդուրժել։ Դու շատ ես մտնում իմ անձնական կյանք, ու պետքա դու ինձ բացատրություն տաս։ Կամ մինչև վերջ խոսի, կամ հենց հիմա դուրս արի իմ սենյակից։ Մագդա, ես Կարենին ճանաչում եմ։ Ինքը շատ վատ մարդ է։ Բա որ ճանաչում ես, ինչի նախորոք չէիր ասում, ինչի մեր հանդիպման առաջին օրը չես ասել։ Որովհետև չեմ կարող բոլոր փակագծերը բացել։ Մագդա, կլինի ընդհանրապես հավատաս ինձ։ Ես այս ամեն ինչը քեզ համար եմ անում, ես ուզում եմ քեզ օգնեմ։ Կլինի դու իմ համար էլ ոչ մի բան չանես։ Գնա արևով զբաղվի, այս տան մեջ քո միակ դերը է դա։ Մագդա, Ես չեմ հասկանում ինչի են մարդիկ բարությունը շփոթում լրիվ ուրիշ բանի հետ։ Ինչի են որոշում, որ կարան խորհուրդ տան, որ իրան կարան որոշեն ում հետ հանդիպես, ում հետ չէ, երբ տանից դուրս գաս, իսկ երբ չէ, ես իրոք չեմ հասկանում։ Մագդա, ես ուզում եմ քեզ օգնեմ։ Կլինի դու քեզ օգնես։ Ինձ ասում ես, որ ճանաչում ես Կարենին, բայց չես ասում, թե որտեղից։ Ու ուզում ես ես քեզ հավատամ։ Չունեմ այդքան վստահություն։ Չէ, Լանա։ Այսքանից հետո դու իմ մոտ ոչ մի առավելություն ու վստահություն չունես։ Ես չեմ սիրում, որ մարդը մտնում է իմ անձնական դաշտ, երբ ես դրա իրավունքը իրան ուղակի չեմ տվել։ Երբ որ կորոշես ինձ ճիշտը ասել, թե Կարենին որտեղից ես ճանաչում, այդ ժամանակ միգուցե լսեմ ես քեզ։ Այդ ջան, հիմա ինչ ես առաջարկում։ Չշփվեմ այդ մարդու հետ։
Հո, թշնամի չենք, տենց ոնց կլինի։ Ախպերս չեմ ասում մի շփվեք։ Ուղղակի ամեն ասացին մի հավատա։ Հիմա աղջիկա էլի ոնց էլ չլինի քո հետ կապված հույսեր կունենա։ Այս անգամ կհավատամ։ Կվստահեմ, հետոն կերևա։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Արշակես տուն գնացել ես, այդ կինը դեռ այնտեղ է աշխատում։ Հա, աշխատում է։ Աստորեն Արշակը նորից ընտրեց իրան։ Մտածեց մենակ իրա մասին, արևը հեչ։ Դա ավելի նորո տենց մի ասա։ Արևը Արշակի թույլ կողմն է։ Այ դու իսկ ինձ թվում է որ Արշակի թույլ կողմը այդ կանայք են։ Նորո լավ էլի։ Հա, ես բան չեմ ասում, նորմալ է տղամարդը parza որ ինչ որ մեկին պետք է հավանի։ Բայց այդ չպետք է թուլություն դառնա։ Հասկանում ես։ Արա քանի գնում է Արշակին հրեշ է սարքում։ Այդ Լանայա ինչ անենց այն դուրնը չի գալիս ախպեր, բայց ասենք տղամարդը էլի Արշակը նորմալ չի որ կարա ինչ որ մեկին սիրի կամ սիրվի։ Իրավունք չունի։ Ախպերս էլի սիրի։ Բայց նենց մի արա այդ որ ընտանիքիդ վտանգի տակ դնես, հասկանում ես։ Կամ եթե իրոք տենց խելագարի պես սիրում ես, տնից դուրս անի։ Ազատ ուրիշ տարբերակ կա, հանդիպելու, սիրվելու, այդ ամեն ինչը կազմակերպելու։ Այ նոր չգիտեմ ինչ ասեմ։ Բայց մի բան հաստատ իմացի, Արշակը միամիտ մարդ չի ու հաստատ իր ընտանիքին վտանգի տակ չի դնի։ Լավ էլի է դու, գլխից լոլո մի կարթ էլի։ Եթե Արշակը միամիտ մարդ չլիներ, այդ Լանան տենց հեշտ ու հանգիստ թակարդը ջրկցի իրան։ Ալո, Ինչ ես անում։ Օրը ուրախ է անցնում։ Կարեն կներես, բայց ժամանակ չունեմ, աշխատանքի եմ։ Լավ կներես որ խանգարեցի։ Ազատ լինես զանգի։ Կարելի է։ Արի Լանա։ Մտածեցի սուրճ բերեմ, թարմանաս, որ ավելի լավ աշխատես։ Ապրես։ Ես իրոք շատ գոհ եմ քո այս ուշադրությունից։ Հա։ Ուղղակի ժամանակ կար, որ քեզ դուր չէր գալիս։ Չէ, իսկ դու չես մտածում, որ այդ ժամանակն արդեն անցել է։ Իսկ կարողա չափից շատ է այս ուշադրությունը։ Ինչի։ Վախենում ես, որ փոքր երեխայի պես երես առնեմ։ Չէ, ուղղակի ժամանակ կար, որ քեզ դուր չէր գալիս։ Իսկ դու չես մտածում, որ այդ ժամանակն արդեն անցել է։ Այսինքն կարող եմ հանգիստ լինել։ Լանա, իմ համար իրոք շատ հաճելի է քո այս վերաբերմունքը։ Ես էլ շատ ուրախանում եմ, որ քեզ դուր է գալիս։ Ապրես, շնորհակալ եմ։ Ինչ լավ արեցինք, որ տանից դուրս եկանք։ Հա, բայց մեկա մի բան են չի։ Երկուսից նեղվածությունն էլ չի անցել, զգում ես։ Հա, բայց դե նորմալ շփվում ենք էլի։ Ավելի ճիշտ գոնե դու շփվում ես։ Այդ ասացներդ վրես շատ ազդեն։ Չեմ ուզում մտածես, որ սառը մարդ եմ։ Հա, Մագդա։
Էդ ես որոշել եմ մեր հին ավանդույթները չխախտեմ։ Ու զանգել եմ իմանամ ինչ ես ուզում, որ վաղը քեզ նվիրեմ։ Մագդա, խելա ռեստու։ Հա, բայց ինչի եմ խելար։ Մենք միշտ իրար խոստովանել ենք, չէ՞ թե ինչ նվեր ենք ուզում։ Ես քեզ ասում եի, դու էլ ինձ։ Արի հիմա էլ անենք։ Նայ, սպասում եմ, որ ասես, որ առնեմ։ Ես քեզ վաղը պետք է գամ շնորհավորեմ։ Բայց հիշում ես Մագդա փոքր ժամանակ իրար նես նվերներ ենք խոստանում, որ չեն կարողանում առնել։ Ու ամեն անգամ ես ավելի անհավանական բան էի մտածում, դու էլ ջղայնանում էիր։ Գիտես Մագդա, հիմա միակ բանը, որ ինձ պետք է այդ թեյնիկ, ուղակի թեյնիկ։ Ինչ։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, թեյնիկ Մագդա, բայց սովորական չէ, այն կախարդական թեյնիկ, որ այն որ մեջի ջին է բարձրանում։ Լավ, ես քեզ հասկացա։ Ուրեմն վաղը կհանդիպենք, ես անպայման տեսնելու եմ քեզ ու շնորհավորեմ։ Դու խնդիր չունես ընդհանրապես։ Դե ուրեմն մինչ վաղը։ Բարի գիշեր։ Ինչ ջերմ եք խոսում այդ։ Սիրտս լցվեց։ Էլիս, ես չեմ ուզում, որ ամեն անգամ, որ ես Մագդայի հետ խոսում եմ կամ ընդհանուր Մագդայի մասին ենք խոսում, դրանից հետո ինչ-որ բան քննարկենք։ Կլինի տենց։ Կլինի տենց։ Իսկ ինչի ինձ չասեցիր ինչ ես ուզում նվիրեմ, իսկ իրեն ասեցիր։ Էլիս, ինձ ոչ մի բան պետք չի, ընդհանրապես նվեր պետք չի։ Կարևորը դուք կողքս եք, հետո մենք ոնց որ ասած մանկուց տենց սովորություն ունենք, էլի։ Ես ոնց զգում եմ մեկա քննարկվելու է, հա։ Իսկ կարող է տանից դուրս գանք, մի քիչ կցրվենք։ Հիմա Հիմա կամ հետո կարևոր չի։ հա ուղղակի հիմա շատ ուշ ժամ է, արևն էլ քնած է ու երևի Մագդան էլ։ Լավ, ոնց կուզես։ Ուրեմն վաղը կգնանք, եթե քեզ հարմար է։ Հա, ես դեմ չեմ։ Լավ, ուրեմն պայմանավորվեցինք։ Հա, հաս։ Բայց դու լավ ես արդեն։ Լավ, ուրեմն նորը հետ խոսեմ ու զանգեմ քեզ։ Ինչ ա եղել Էլիս։ Հա, Սոներ, ասում էր, բա չեն գնում էդոյի ծնունդը շնորհավորենք։ Դե ասա հաս ջան, մենա տունը պարկի հանգստացի, լավացի։ Նոր լավ արդեն։ Համել ես էլ կուզենայի, գիտես, գնայինք։ Էդոն ինձնից մի քիչ նեղացած է։ Գնայի սիրտը շահեի։ Լավ էլի Էլիս։ Երկու օր չկա է, որ միացել եք, արդեն վիճել եք։ Ես մենակ իմ մեռնելու օրը չգիտեմ, լուրջ եմ ասում։ Այդքան խոսացինք, ասեցի, չէ, մի քիչ աշխատիկով վրա։ Մի ծանրացի մարդու վրա։ Վայնորը գիտեմ։ Համել ես աշխատում եմ իմ բնավորության վրա։ Նայ, գնում եմ, որ չմտածի իմ համար մեկը։ Լավ, ես էլ իջնեմ Էդոյի համար տորթ ընտրեմ ու գամ։ Ես էլ նվերը պիտի փաթեթավորեմ ու զանգեմ Հասոին։ Սիրուն ջան։ Մտածեցի քնած կլինես։ Չէ, քունս չի տանում։ Մագդա, կարամ քեզ մի բան խնդրեմ։ Հա, ասա։
Կլինի վաղը երեկոյան ոչ մի բան չպլանավորես, մնաս Արևի հետ։ Ուզում եմ Լանայի հետ դուրս գամ։ Չես մտածում, որ շտապում ես։ Չհասկացա։ 2 օր առաջ ուրիշ կարծիք ունեիր։ Ինչ որ բան ա փոխվել։ Չէ, ուղղակի լավ արշական ցանկ կարևոր չի։ Չէ, մի րոպե։ Քո կարծիքը փոխվել է, հա։ Դու չես ուզում, որ ես Լանայի հետ շփվեմ։ Ինչ որ բան դուրդ չի եկել, ասա հասկանամ։ Քո կյանքն է, ինչ ուզում ես արա։ Հա, Մագդա, էլի իմ կյանքն է։ Բայց ես ուզում եմ քո կարծիքն էլ իմանամ։ Ես ուզում եմ, որ դու ճիշտ մարդու հետ շփվես, Շուշանի նման։ Մագդա, տարօրինակ ձևի ես խոսում։ Չէ, նորմալ է։ Հանգիստ տեղի ես վաղը կմնամ տանը։ Ինչի։ Երբ բոլոր հնարավորությունները կան երջանիկ լինելու, դու մեկա տառապում ես։ Ինչի։ Ով է անիծել քեզ։ Ինչի չես կարող գոնե 1 ժամ ապրել առանց վախերի ու ցավի։ Ինչի պիտի անընդհատ ժպիտդ հագնես նոր դուրս գաս սենյակից, որ մարդիկ չտեսնեն ինչքան խորն ա վերքդ։ Հա, էլի 2 րոպե մնաց։ Վայ, նա երկուսդ էլ հանգստացեք։ Մի է։ Դեպ չի էդ։ Շնորհավոր աղբերես։ Շնորհավոր ցավը տանը։ Շնորհավոր եմ։ Էլիս ջան, մեզ էլ ժամանակ կտրամադրես։ Շնորհավոր եմ։ Ամենակարևոր բանը, որ քեզ մաղթում եմ, էդ այնա, որ ընկերուհու շատ սիրես։ Հասո, ես կզարմանայի, որ դու մի բանը մենակ ինձ ցանկանայր։ Պիտի անպայման Էլիզին արանքում տեղավորես, չէ։ Ես դրա հետ կապված քեզ մեծ համբերություն եմ ցանկանում աղբերես։ Ընկերս է։ Լավ երեխեք, եկեք գնանք ներս։ Նենց ահավոր սոված եմ, ես տորտի հոտից արդեն գլուխս պտտվում է։ Եկեք։ Գնացին։ Ոնց է երևում, չէ, որ երազում ուտելիքներ ա տեսել լիքը։
Ուշ թե շուտ կիմանա։ Հավաքի քեզ լանը։ Հավաքի քեզ լանը։ Ախպերս է եկավ դարձավ իմ տարիքի։ Տենում ես, բայց մենք մեծացող տեսակ չեն, գիտես։ Դա մեծացանք Երեխեք, բայ հիշում եք, որ այդ տանս հասցեն շփոթել էր ու ուրիշ տեղեր գնացել։ Ու այդ մարդկանց էլ փորձում էր համոզել, որ ես այդտեղ եմ ապրում։ Հաս ջան, ես ոչ մի բան չեմ շփոթել։ Այդ դու ես ինձ սխալ հասցե ուղարկե։ Էս հյուրեր ունենք։ Չգիտեմ, չեմ պատկերացնում ով կարող է ժամին էլ գա։ Հեսա բացեմ։ Ապրես։ Ներս արի, այ։